ջան, ավել պակաս կներեք։ Մի քանի օր առաջ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը լքած Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահի գաղտնի քվեարկությանը մասնակցել է ՔՊ խմբակցության 67 падգամավոր, որոնք կողմ են քվեարկել։ Վլադիմիր Վարդանյանը նախորդ մոտավորապես 8 տարիներին ՔՊ կուսակցության անդամ է եղել եւ հենց այս հանգամանքն էլ քաղաքասարակության շրջանում լուրջ մտահոգություններ է առաջացրել։ Մասնավորապես մի քանի հասարակական կազմակերպություններ մինչև ընտրությունը կոչով դիմել են ազգային ժողովին ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր ընտրելուց։ Տարածված հաղորդագրության մեջ կազմակերպությունները հիշեցնում են, որ Սահմանադրական դատարանի դատավորի կուսակցական լինելու եւ քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը ուղղակիորեն նախատեսված է Սահմանադրական դատարանի մասին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքով։ Թեև Վլադիմիր Վարդանյանը վայր է դրել մանդատն ու դադարեցրել իր անդամակցությունը խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժին, այնուամենայնիվ նրա ավելի քան 7 տարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու եւ կուսակցական լինելու հանգամանքը առերևույթ կասկած է հարուցում նրա որպես Սահմանադրական դատարանի դատավոր անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ։ Ավելին, անաչառ դիտորդի տեսանկյունից նման քաղաքական փոխկապակցվածության հանգամանքն ինքնին բացառում է նշված ռիսկերի կառավարման հնարավորությունը, ասված է 10 ՀԿ-ների տարածած հաղորդագրության մեջ։